Ողջույն հարգելիներս, ուզում եմ դիմել Վարդան Ղուկասյանի փաստաբաններին, լոյերներին, ցավոք սրտի նրանց անունները չգիտեմ, բայց հույսով եմ, որ այս ինֆորմացիան նրանց պետք կգա։ Ուրեմն, հարգելի փաստաբաններ, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ մեղադրանքներ է առաջարկել Ամերիկային Վարդան Ղուկասյանին արտաքսելու համար, եւ որ ամենակարևորն է, նրանք այնտեղ չեն նշել, որ Վարդան Ղուկասյանը քաղաքական գործիչ է։ Ընդհակառակն նշել են, որ նա քաղաքական գործիչ չէ։ Այնինչ Վարդան Ղուկասյանը մեծ համբավ վայելող դոկ կուսակցության պատվավոր նախագահն է։ Եվ այս բոլորը անվում է նրա համար, որպեսզի Վարդան Ղուկասյանը չմասնակցեր Գյումրիի ընտրություններում եւ մեծ հաղթանակ չունենար։ Դա մենք տեսանք 2024 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ որ մեծ ուժեր գործադրեցին, ձերբակալեցին հանրային ձայն, այն ժամանակ հանրային ձայն էր կոչվում Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, հանրային ձայնի նախագահին Արտակ Գալստյանին, տարբեր մեղադրանքներ առաջադրվեց, մինչև հիմա էլ այդ մարդի ձայնը չենք լսում, չենք տեսնում, կալանքի տակ է, փաստաբանին էին նույնիսկ ձերբակալել, հանրային ձայնի շատ մարդկանց տարան, հատուկ սենյակ բարձրադրություններ տվեցին, որ ինչ կարելի է խոսալ, ինչ չի կարելի խոսալ, շատերն անցան տարբեր կողմ, իսկ Վարդան Ղուկասյանն էլ ստիպված հանեցին այդ կուսակցությունից։ Այսպիսի ունենք մենք դառը ճշմարտություն, փաստեր, որոնք եղել են եւ դրանից մենք ոչ մի բան սուտ չեն կարող ասել, որտեղ դա արդեն եղել է կա։ Նույնը հիմա տեսնում ենք 2025 թվականի Գյումրիի ընտրություններում, երբ Գելափի եւ տարբեր այլ հարցումներով պարզվել էր, որ Վարդան Ղուկասյանի ձայնը մեծ քաշ ունի, նույնիսկ ես այսօր տեսա, թե 77%-ը նույնիսկ պատրաստ է տեսնել Վարդան Ղուկասյանին վարչապետի պաշտոնին։ Եվ այս ամենից խառնված Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է, մեծ ծախսեր է տեսնում, որպեսզի Վարդան Ղուկասյանին արտաքսեն Հայաստան, խառնելով շատ մարդկանց դեսպանատուն, մեծ ուժեր։ Եվ այդքանից հետո մենք տեսնում ենք ինչ, որ դոկ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը մոտակա ընտրություններին, որոնք նրանք այդպես պատրաստվում էին մասնակցելու Գյումրի ընտրություններում, Անի Խուդավերդյանը պարզապես որոշում է չմասնակցել այդ ընտրություններին։ Հարց. ինչու՞։ Նրանցից ոչ մի բան չէր պահանջվում, միայն պետք էր կուսակցությունը կար, համբավը կար, քարոզ անել պետք չէր, պետք էր պարզապես թղթերը տանել եւ հանձնել համապատասխան տեղ, որպեսզի դոկ կուսակցությունը հայտ ներկայացնի Գյումրիի ընտրություններին։ Նրանք այդպես պատրաստվել էին, այդպես գնում էին ու հանկարծ որոշեցին չզբաղվել։ Նույնիսկ ասեմ, որ շատ մարդկանց, որոնք այդ խորհրդների ներկա էին լինում, քննարկում էին, ոչ մեկին տեղյակ չպահելով, Անի Խուդավերդյանը որոշեց այդպիսի քայլ անել, չմասնակցել Գյումրիի ընտրություններին։ Մինչ այդ թուղթը, այդ հայցը, որ Վարդան Ղուկասյանը կմասնակցեր Գյումրիի ընտրություններում, մեծ ուժ կտար Վարդան Ղուկասյանի դատին եւ այն, որ Հայաստանի Հանրապետությունը ասում է նա քաղաքական ուժ չէ, բայց այստեղ նրանք թուղթ են ներկայացնում, որ Վարդան Ղուկասյանը մասնակցում է Գյումրիի ընտրություններում, կասեք, բայց ինչ եք ասում, այս մարդը մեծ պատկերացնում եք, հələ մի հատ էլ որ հաղթեր այդ ընտրությունները։ Հիմա նայեք, ես գտնում եմ, որ Անի Խուդավերդյանը այսպիսի քայլ անելով ինչու նա արեց։ Այստեղ մի քանի տարբերակ կա։ Ես տեսնում եմ 3 տարբերակ։ Մեկը, որ Անի Խուդավերդյանը տգետ է, հիմար է, մի խոսքով ունի 0.00 IQ, sense, որ չի կարողանում հասկանալ, թե ինչքան կարևոր բան է դա։ Երկրորդը, Անի Խուդավերդյանը դավաճան է, որը դավաճանեց իր պատվավոր նախագահին, եւ երրորդը, որ ճնշումներ կա Անի Խուդավերդյանի վրա։ Եկեք հերթով տեսնենք, թե որն է ավելի հավանական։ Առաջինը, դժվար թե Անի Խուդավերդյանը այդքան 0.00
IQ ունենար, նա հասկանում էր, որ դա շատ մեծ կարևոր քայլ է եւ իրանցից ոչ մի բան պետք չէր անել։ Դաժե նույնիսկ եթե իրանք պարտվեին, մենակ այդ թղթերը տանեին, հանձնեին եւ այն, որ նրանք հայտ են արդեն ներկայացել, որպեսզի Գյումրիում մասնակցեին, ու այդ թուղթը ուղարկեին իրենց լոյերներին, փաստաբաններին, այդքան արդեն մեծ հաղթանակ էր։ Վերջ, իրանցից ոչ մի բան պետք չէր, բայց նրանք դա չարեցին։ Նրանցից ոչ մի բան պետք չէր էլի եմ ասում անել, պարզապես տանեն թղթերը հանձնեն։ Այստեղից ուրեմն հիմարությունը դուրս եկավ։ Նույնիսկ նրանք ոչ մեկին էլ չասեցին։ Հիմա նայեք, դավաճան է, ինչ որ գումար է վերցրել, որպեսզի չանի, թե ճնշումներ է եղել։ Եկեք հիմա ես եկել եմ նրան, որ նրա վրա ճնշումներ են եղել։ Ու հիմա հիմքերով ասեմ, թե ինչու է այդպես եղել։ Ուրեմն նայեք, փետրվարի 20-ին, երբ վերջին անգամ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ եթեր, նա ասաց, որ ես փետրվարի 21-ին դուրս կգամ իմ հաջորդ եթերը, բայց 21-ին նա եթեր դուրս չեկավ, այստեղից մենք վերցնում ենք, որ Վարդան Ղուկասյանը արդեն փետրվարի 21-ին ձերբակալվել է։ Այնուհետև համացանցում այս կառավարությունը, որ արդեն գիտի, որ ձերբակալել է Վարդան Ղուկասյանին, այնքան մեծ էր ցնցումները, որ մի քանի տեղից լրատվական հոսք եղավ եւ մի քանի մարդ չդիմացան ու ասեցին, որ Վարդան Ղուկասյանին բռնել ենք, ծեծել ենք այս կողմ այն կողմ, ու դրանցից մեկը, որը զինվորական էր, իր էջում գրեց, որ մենք բռնել ենք Վարդան Ղուկասյանին, ծեծել ենք այս կողմ այն կողմ, ու այդ ժամանակ կորավ այդ հայտարարությունը, որովհետև իրան բացատրել էին, որ չի կարելի այդպիսի բաներ գրել, որտեղ սա հուժ գաղտնի է, եւ այդ մարդը դրանից հետո միանգամից գրեց մի հոդված, որ կներեք, իմ էջս ջարդել էին, չեմ անում ով էր դրել այս նորությունը։ Ինձ դաժե ուղարկել էին, թե հիմա մանգամ կգտնեմ այդ մի քանի օքի ուղարկել էր։ Հիմա դաժե կարող նորից ինձ ուղարկեն։ Դա եղավ այդ փաստը, բայց հիմա արդեն հանրության մեջ ընկավ շուխուր, որ Վարդան Ղուկասյանին ծեծել են կամ բռնել, գողացել, մի խոսքով Վարդան Ղուկասյանը ինչ որ բան կատարվել է նրա հետ։ Եվ ով մարեց այս տագնապը, Անի Խուդավերդյանը։ Լուրերից կապնվեցին Անի Խուդավերդյանի հետ եւ ասեցին, այսպես լուրեր կան, ճիշտ է թե ոչ։ Նա ինչ ասաց Անի Խուդավերդյանը, ասեց հանգիստ նստեք տեղներդ, ոչ մի բան չի եղել, Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է, մի քիչ առողջական խնդիրներ ունի, նա դուրս կգա եւ ձեր հետ կապի մեջ դուրս կգա։ Հիմա հարց, ինչու Անի Խուդավերդյանն այսպես ասեց։ Չէ՞ որ նա չգիտեր, որ Վարդան Ղուկասյանը եւ այդպիսի բան չի եղել, որ նա հիվանդանոցում է։ Ինչու ստեց նա։ Որովհետեւ իրեն այդպես ասեցին, որ պետք է ասես, հանգստացնես, ուրիշ իրանք պատճառաբանություն չգտան ասելու։ Այդպես նրանք հանգստացրեցին եւ շարունակեցին հանգստացնել 6 օր շարունակ, մինչեւ փետրվարի 26-ը։ Ասում էին սուս մնացեք, ով խոսում էր, լռեցնում էին, ասում էին հերիք է իր մասին դες բաներ տարածեք, ինչու էր սա ամեն արվում։ Հիմա մենք հասկանում ենք, որ դա արվում էր Հայաստանի կառավարության կողմից, որ շուխուրը չընկնի եւ չտարածվի Վարդան Ղուկասյանի մասին այն տեղեկությունները, որ դեկտեմբերի 3-ին դատն է լինելու եւ նրանք արտաքսեն Հայաստան։ Դա արվում էր հենց դրա համար, որպեսզի մարդիկ քայլեր չձեռնարկեին։ Եվ հիմա ասեմ, ինչու Անի Խուդավերդյանին չձերբակալեցին։ Եթե նրան ձերբակալեին, նույն այդ շուխուրը կընկներ, նույն այդ կկատարվեր այն ամենը, ինչ որ շուտ ժամանակից եղավ։ Եվ դրա համար նրանց մոտ խնդիր էր։ Երբ որ Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին, եկան տեսան Անի Խուդավերդյանին, ինչպես 24 թվականին Երևանի քաղաքապետի ժամանակ ճնշումներով, գործադրելով այդ ամբողջ իրենց ուժը ջարդեցին, նույն էլ այն ժամանակ եկան, իսկ Անի Խուդավերդյանով եկին, եկան ինչ որ մի փաստեր դրեցին, ինչ որ մի բանով ասեցին, նա իրան ձերբակալել ենք, դու հաջորդը կլինես, եթե շարունակես ինչ որ մի բան անել։ Եվ Անի Խուդավերդյանը գնաց գործարքի եւ որոշեց բռնել Հայաստանի Հանրապետության թելը։ Եվ այսպես այդ ամենը հասկացանք, որ բռնեց Անի Խուդավերդյանը թելը, մարում էր անհանգստությունները, իրենց կուսակիցներին նորմալ բան չէր ասում, ու այսպես շարունակվեց մինչև փետրվարի 26-ը, երբ ես շուխուրը դրեցի, թե ուրա Վարդան Ղուկասյանը, պարզեցի, որ ինչ-որ բան կատարվել է, նրան փախցրել են, բայց փախցել չէ, դա արդեն բանը, բայց այդ կողմներն էր տանում։ Մի խոսքով ես առաջարկեցի գնալ ամերիկյան դեսպանատուն եւ այնտեղից պահանջել իմանալ, թե որտեղ է Վարդան Ղուկասյանը։
Եվ այդ պահին հայտնվեց Անե Խուդավերդյանը։ Միջև այդ չկար, այդ երկու օրը որ է շուխուռ էի դրել, որ դիտումները հավաքում էին միջև 500,000 դիտումներ, Անե Խուդավերդյանի մեջ չկապնվեց եւ ասեց Էդգար ջան, այս ինչ էր ստարածում, ինքը հիվանդանոցում պարկածը, դու ես խես պանիկա գցում։ Ինքը ձեն չէր անում, ինքը սուս ու փուս լսում էր։ Եվ մենք երբ գնացինք ամերիկյան դեսպանատան մոտ, ինքը հանկարծ դրուկ մի ժամ շուտ ոչ մեկին բան չասելով եկավ ամերիկյան դեսպանատուն եւ ասաց ամեն ինչ նորմալ է, ես արդեն փաստաթղթերն ուղարկել եմ ամերիկյան դեսպանատուն։ Դե մենք իհարկե հավատանցիկ նրան, բայց ես կասկածում եմ, որ հիմա արդեն սկսել եմ կասկածել, որ ինքը ինչ-որ մի թուղթ է ուղարկել։ Կարող է պարզապես գնացել այնտեղ մի հատ շնորհավորական թուղթ է գցել մարտի 8-ն այսինքն ինչ շնորհավորել ու դուրս եկել։ Եթե այդպիսի թուղթ ալնում, մի հատ ֆոտո արվեր, որով все-таки էդի կուսակցությունը այսպիսի բան ենք բանալը, չէ, պրոտոկոլ բան կա։ Ու այսպես էլի փորձեց մարել Անի Խուդավերդյանը մեր ցասում ասեց 3 օրից նոր պատասխանը կգա, այսպես ցրելով որ մի քանի 3 օր էլ քաշի։ Բայց այդ ընթացքում մենք մեր եթերները շարունակում ենք անել եւ պարզեցինք, որ все-таки Վարդան Ղուկասյանին ձերբակալել են եւ որ ամենակարևորը ես ասեցի, ոչ մեկ դրա մասին չէին խոսում, լռում են, ես ասեցի, որ մարտի 3-ին դատն է լինելու Վարդան Ղուկասյանի ու ցասումը սկսվավ, բորբոքումը սկսվավ, սա խառնվեցին իրար, թե որտեղից Էդգարը գիտի մարտի 3-ի պահով։ Շուխուրն ընկավ այս կողմ, բայց ասեմ բոլորը գիտեին մարտի 3-ի պահով։ Կուսակցությունից համարյա թե բոլորը գիտեին, որ մարտի 3-ին դատն անելու, բայց ոչ մեկ ձեն չէին հանում դրա համար։ Կարող է մարդիկ այն որ չգիտեին, բան չունեմ ասելու, բայց դա ներքին կուխնյայով բոլորը գիտեին, որ մարտի 3-ին լինելու է դատ, բայց ինչ որ մի ձևերով եկավ հասավ այդ մարտի 3-ը։ Հիմա նայեք, այն նախագահ, որի պատվավոր նախագահային մարտի 3-ին պետքա լինի դատը ու նա լռում է դրա համար, ոչ մի բան չի անում, ես կասկածում եմ, որ նա շարժում է ոչ իր կուսակցությունի, նորից եմ ասում, կամ նա կատարյալ տխմար է, կամ դավաճան է եւ կամ էլ ճնշումների տակ է գտնվում։ Ես կարծում եմ, որ Անի Խուդավերդյանը հիմար չէ, Վարդան Հակոբյանը եւ շատ մարդիկ կարծում են, որ Անի Խուդավերդյանը դավաճան է, իսկ ես կարծում եմ, որ նա գնացել է ճնշումների տակ, նրան ճնշել են, որպեսզի նա այդպես անի։ Հիմա սա ոչ բոլորն է։ Եվ այսպես դատ եղավ, մարտի 3-ը ամեն ինչ կայացավ, մի պահ Անի Խուդավերդյանը ոգևորվեց մեր պայքարով եւ նա էլ որոշեց կիսվել մեր վիդեոներով, մեր պայքարին կամած փորձեց միանալ։ Եվ հանկարծ ես նկատում եմ, որ կորավ դոկուսակցության այդ պորտկումը, որ նա մասնակցի էլի այս մեր պորտկումներին, որովհետեւ թափը հավաքեց։ Միայն այն եթերը, որ դատն էր կայանում, ուղիղ եթերով 13,000 հոգի մարդ նայում էին այդ դատը։ 227,000 միայն հետո պրասմոտրներ հավաքեց։ То есть կառավարությունը տեսավ, թե ինչպես մարդիկ միացային այս պայքարին եւ կառավարությունը որոշեց լռեցնել այս մեր պայքարը։ Ինչ արեցին նրանք։ Նրանք ասեցին դոկուսակցությունը, որ դադարեցնել կիսվեր մեր էջերով, դադարեցնել ինչ-որ մի բան անել, եւ ես նայում եմ իրաց կուսակցությանը, ես այդքան պայքարում եմ, այդքան կռիվ եմ անում, այդքան ոչ մի հատ իմ էջին են միանում, կիսվում, ոչ իրանք են մեր ինչ-որ մի բաներին միանում, ասում, այսքան ժամանակ ոչ մի հատ զանգ եղավ իրանց հետ խոսա, ոչ մի հատ տեղեկություն ինձ տվեցին, ինչ-որ մի հատ ես իրանց ասում եմ ինչով կարամ ձեզ օգնեմ, ես կարմիր գիծ եմ դնում, ասում եմ հանկարծ դոկուսակցությանը չկպնեք, հանկարծ փաստաբաներին չկպնեք, դա մեր դաշտը չի, այնտեղ պետք չի մտնել, ասում եմ ինչով մենք ձեզ կարանք օգնենք ընտրությունների ժամանակ Գյումրիի, դրանից հետո միայն երբ ես ասեցի ինչով կարող ենք օգնել ձեզ Գյումրի ընտրություններին, նոր իրանք հայտարարում են 3 ժամ հետո, որ իրանք չեն մասնակցելու Գյումրի ընտրություններին։ Հիմա նայեք, բայց մինչև նրանք հայտարարեցին, որ իրանք չեն մասնակցելու Գյումրի ընտրություններին, մինչև այդ արդեն 2-3 օր առաջ արդեն պարզ էր, որ իրանք չեն մասնակցելու Գյումրի ընտրություններին, որովհետև արդեն համացանցում պտտվում էին այդ վիդեոները, որ դոկուսակցությունը չի մասնակցելու։ Եվ այսպես, ինչ ենք մենք տեսնում, որ
կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կուսակցությունը գտնվելով Հայաստանում եւ ինչպես այն ժամանակ 2024 թվականին գտնվեց ճնշումների տակ, բզբրտվեց, քանդվեց իրարից, բաժանվեցին, պառակտում մտավ իրար մեջ, այդպես քանդեցին միջից, դատեցին Արտակ Գալստյանը, մինչև հիմա ոչ ձենն ենք լսել, ոչ տեսքն ենք տեսել, Վարդան Ղուկասյանին հանեցին, հետո դո կուսակցությունը բացվեց, նույնն էլ հիմա այս ընտրություններին են մասնակցում ու Անի Խուդավերդյանի այս բոլոր քայլերը, ես էլ այսքանը գիտեմ, չեմ անում դեռ էլ ինչ ա եղել, ես արդեն կասկածում եմ, որ Անի Խուդավերդյանը գնում է իշա դո կուսակցության, Անի Խուդավերդյանը քանդում է իր կուսակցությունը, Անի Խուդավերդյանն ամեն ինչ անում է, որպեսզի Վարդան Ղուկասյանը արտաքսվի Հայաստան եւ Անի Խուդավերդյանին պետք չի վստահել։ Անի Խուդավերդյանին պետք է միանգամից դուրս հանել դո կուսակցությունից, որովհետեւ նա գտնվում է ճնշումների տակ։ Ես էլ եմ ասում, դո կուսակցության գիծը մենք չենք անցնում, դո կուսակցությունը մնում է Վարդան Ղուկասյանի հզոր զենք կուսակցություն, բայց Անի Խուդավերդյանը չի պաշտպանում դո կուսակցության շահերը, այլ քանդում է դո կուսակցությունը եւ անում է ամեն ինչ, որպեսզի Վարդան Ղուկասյանին արտաքսեն։ Չեմ անում, նա կարող է այսպես բաներ խոսում եմ, դո կուսակցությունն է քանդվում եւ դրանով դո կուսակցությունն է կորցնում իր ուժը, չեմ անում։ Միգուցե այդ դեպքում պետք է Անի Խուդավերդյանին ասել եւ ասել քանդի Անի Խուդավերդյան, ես ինչքան կարաս պառակտի Վարդան Ղուկասյանին, ես դա չգիտեմ, բայց գտնում եմ, որ ազնիվ պետք է լինել եւ սրա մասին պետք է խոսալ։ Ինչ հետևանքներ կլինի արդեն չեմ մտածում ինչ հետևանքներ, բայց կարծում եմ, որ ազատ եւ արդար խոսալը միշտ կբերի ամենալավին ու բարին։ Եվ եթե Անի Խուդավերդյանը ի սկզբանե արդար լիներ իր կուսակիցների հետ, ի սկզբանե ազնիվ լիներ իր աջակիցների հետ, մենք այսօր այս ամենը չենք ունենա։ Եթե առաջին օրվանից այն մարդը երբ որ դուրս եկավ եւ ասաց, որ Վարդան Ղուկասյանին ծեծել են, նայել են, ինքը պետք չէր ասել հիվանդանոցումը շուտով դուրս կգա, ինքը կարող ասել, այո, ինչ որ մենք Վարդան Ղուկասյանի հետ կապ չունենք, կամ էլ ասես լավ կապը հաստատեցինք մի օրից հետո, ինքը պարզվում է բռնել են, ուզում են արտաքսեն։ Մենք ավելի շուտ այս ամենը կարենք անենք եւ միգուցե այն ժամանակ, երբ որ արդեն Անի Խուդավերդյանին գային ու եւ դրա համար արդեն ձերբակալ էին, այն ժամանակ մենք շատ կոզրներ կունենայինք, որ այս պահից մենք դուրս գայինք ավելի հաղթական։ Բայց ցավոք սրտին հարգելիներս, ես Անի Խուդավերդյանին չեմ մեղադրում, ցավոք սրտին մենք ունենք այդպիսի կառավարություն, ցավոք սրտին մենք այդպիսի կառավարության մեջ ենք շատ երկար տարիներ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից, Քոչարյանի ժամանակով, Սերժով, այս բոլորը, Նիկոլով, այս բոլորը նույն 4, ինչպես գիտեք, 4 գլխանի դևերն են, որոնք մեր Հայաստանի ժողովրդի հոգիները կերան, երեխեքին մատաղ արեցին, հողերը ծախեցին, նստել են վամպիրների պես արունը քաշում ու քաշում են։ Մենք էլ թողած, սաղ երկրներով ընկած, ցվրված Ամերիկայով, Ռուսաստաններով աշխատում ենք մեր գլուխները մի ձև պահենք, որ այդ սրիկաները նստեն Հայաստանում ու վայելեն այս ամեն ինչ կա, մեր պապենական հողերը, մեր հարազատներն էլ դժվարությունների մեջ գտնվեն Հայաստանում ու այս սրիկաների ներկայությունը ցավոք սրտին վայելել։ Եվ կար մի մարդ Վարդան Ղուկասյան, որը սրա մասին խոսում էր, որը ուզում էր պայքարել դրա մասին, բայց իրանք գտան, որ չէ, ուրիշ մարդ պետքա չլինի, իրանք իրենց սրիկաներով պետքա լինեն, որ sense մեկ ասի գող, մեկն ասի գողը դու ես, բոզ, sense մեկը մեկին sense քրֆելով բան անելով, իրանք համար հայոյանք հետի նորմալ է, որ ասում են Հայաստանը արդարության երկիր է, ոնց էր ասում, в общем, ազատ խոսքը չկա, որ մեկը մեկին քրվում է, որ մեկը մեկին ասում է անբարոյականի զավակ, ու այդ մարդը եթե անբարոյականի զավակ, ինքը դրանից ված չի զգում, ասում է, ինչքան զում ես քրվի, ինքը իրանն անում է։ Ազատության խոսքը, էդի քո
ընտրության մեջ է, երբ որ դու ուզում ես ընտրես ուրիշ կառավարիչին, ուրիշ մտածելակերպ, այլ ոչ թե հայոյանքի մեջ։ Դուք ժողովրդին սարքեցիք հայոյող ժողովուրդ, սարքեցիք այդպիսի ձեզ ընդդիմադիր մարդ, հիմա բողոքում եք, ասում եք մեզ հայոյում է։ Ինչ ծլել, ցանել, ինչ ցանել եք, այն ծլելա, այն էլ վայելեք։ Դա համար Ժողովուրդ ջան, պայքարում ենք Վարդան Ղուկասյանի համար, փաստաբաններն էլ թող այս փաստը օգտագործեն, որ դոկ կուսակցությունը գտնվում է ճնշումների տակ։ Անի Խուդավերդյանն այդ լրիվ փաստերը, որ իրանք դնեն, համադրեն, տեսնեն։ Մի հատ հարց տան Անի Խուդավերդյանին, ինչու չմասնակցեցիր ընտրություններին, չէ՞ որ այդ թուղթը քեզ, ես հասկանում եմ, դու չէիր կարող մասնակցել բանաների, բայց քեզ ոչ մի բան էլ պետք չի անել։ Դաժե մինչև հիմա ժողովուրդը կեթա այդ թղթերի վրա, որի վրա Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցությունը չկա, այդ թղթերի վրա կգրեն դոկ ու կգցեն։ Այն ժամանակ դաժե դուք ոչ մի քարոզությունով կարեք հաղթեք այս ընտրությունները կամ թե դաժե չհաղթեք, այդ թուղթը ձեզ կօգներ, որպեսզի դուք ամերիկյան դատարանում հաղթանակ տանեիք։ Այսքանը հարգելիներս։ Չէ ուզում կպնեի Անի Խուդավերդյանին, բայց քայլերի համար պետք է պատասխան տալ։ Այսքանը։